Հուլիսի 11-ին Եվրոպական կրթական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ մարտահրավեր անգլերենում խորագիրի կրող կոնֆերանս, որի նպատակն էր տարբեր բուհերի մասնագետների միջև փորձի փոխանակում, ձեռքբերումների ներկայացում։ Իսկ թե ինչ կտա այս կոնֆերանսը ներկաներին, Եվրոպական կրթական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Սամվել Գյուլբեկյանը նշում է. Փորձ, գիտելիքի ավելացում, նոր կապեր, նոր հնարավորություններ, ցանկացած հանդիպում նոր մարդկանց հետ նոր հնարավորություններ է տալիս ամենքին եւ տեսակետներ, կոնֆլիկտներ, որոնց մասին մարդիկ սկսում են մտածել արդեն այլ տեսքով, այլ ձևով։ Որոշեցինք այս փոքրիկ գիտաժողովի օգնությամբ նախ այնպես անել, որ հանդիպեն Երևանի եւ մարզի անգլերեն լեզուն դասավանդողները, դպրոցի ուսուցիչները, դասախոսները, որպեսզի կարողանան էֆեկտիվ եւ արդյունավետ փոխանակել մտքեր, ծրագրեր, գաղափարներ եւ միգուցե արդյունքում համագործակցության նոր ուղիներ ստեղծվեն։ Կոնֆերանսին ներկա էին Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական լեզվաբանական համալսարանից, Երևանի պետական մանկավարժական համալսարանից, Եվրոպական կրթական ակադեմիայի մայր բուհից եւ տեղի մասնաճյուղից եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ մարզի տարբեր դպրոցներից ուսուցիչներ։ Նմանատիպ կոնֆերանսներ, գիտաժողովներ հաճախ են կազմակերպվում եւ իհարկե արդյունքը կա, որովհետեւ նախ ասեմ, որ դասախոսները այդքան հնարավորություն չեն ունենում, ասենք երբեմն Երևան գնալ եւ նման բաների մասնակցել, իսկ երբ որ նման բան կազմակերպվում է մարզում, դա արդեն առավելություն է տեղի մարզի դասախոսների եւ ինչու ոչ նաեւ ուսուցիչների համար։ Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց անգլերեն լեզվի դասավանդման մեթոդաբանությունը, դասավանդման մեջ գերակշռող նոր ուղղությունները, բրիտանական խորհրդի ռեսուրսները։ Բրիտանական խորհուրդը բազմիցս համագործակցել է Վանաձորի այլ ուսումնական հաստատությունների հետ, ներկայացրել ենք այստեղ մեր ռեսուրսները, սակայն նման կոնֆերանսը առաջինն է, բայց կարծում ենք, որ հաջողության դեպքում կկրի շարունակական բնույթ։ Իսկ բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Բեքարյանը վստահ է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ։ Տաթևիկ Ղազարյան, Վարդան Մկրտչյան, Միք հեռուստաընկերություն։